Հարգելի հայրենակիցներ, հարգելի նիստի մասնակիցներ, չստացվեց պետության և հանձնաժողովի կողմից ծրագրված ի սկզբանե, ոչ միայն աշխատակազմի, այլ նաև հանձնաժողովի, որովհետև ի սկզբանե ըստ ինձ պլանավորումը արագ վերջացնելն էր և այն դիտարկումները, որ իբրև թե նիստը վարել ենք այնպես, որ բոլորին պարզ լինի, կարծում եմ ես ուրբաթ և նաև այսօր ինչ-որ չափով է սկզբի հատվածում, ովքեր որ դիտել են կամ կարող են ամբողջական նորից դիտել, կհասկանան, որ ինչ-որ փոխվեց մեր կողմի, այսպես ճակերտների մեջ, կռիվների արդյունքում, անհատական ամեն ինչը, ժամից սկսած, հարց ու պատասխանից սկսած և այլն, ֆիքսում եմ, որ ստացվեց։ Հանձնաժողովի արագ ավարտելու ցանկությունը շատ լավ հասկանում եմ, չեմ ընդունում իհարկե, բայց շատ լավ հասկանում եմ, որովհետև այն նյութը, որը պատրաստված էր շատ թերի, պատրաստված էր շատ սխալ, այն առումով, որ հենց մեկը ճգնաժամային կառավարման այսպես իմիտացիա ստեղծելու համար տկեն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից եթե չեմ սխալվում 7 կետը դուրս էր եկել, այսինքն պատկերացրենք մի իրավիճակ, որ հեծը խլելու գործընթացը ի սկզբանե նախաձեռնելուց, ասում են գիտեք ինչ, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ և այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու, չգիտեմ, ազգային անվտանգության հարցեր են դնում տակը և ուղարկում են 9 կետ։ Հիմա եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չի, դա նոր կետեր են ներառված, արդեն կարելի է պնդում անել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել և մեր ժողովրդին և մեզ առավել ևս, որից մեկը չի բացատրել ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական իշխանության մասին է խոսքը, ինչպես նաև հանձնաժողովականները չեն ապրում այսպես լուսնից բերված էլեկտրոէներգիայի հույսին և բոլորս նույն կենցաղն ենք վարում և նույն տեղերից ենք սնվում, այսինքն հեծից։ Եթե ճգնաժամ առաջացել է, ապա ամենայն դեպս միայն իշխանական էլիտայի համար, ամենայն դեպս։ Հիմա անդրադառնանք հարցերի։ Առաջինը դա ԲՀ-ի խնդիրն էր, որ ամբողջությամբ ըստ ինձ տապալվեց մի քանի պատճառով, առաջինը, որ այնտեղ գրվում էր մեկ գործողությամբ և այդ մեկ գործողությունը ոչ մեկ չկարողացավ հիմնավորել, ոչ ոք, ոչ կառավարիչի աշխատակազմը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը, անգամ ոչ էլ հանձնաժողովը, ընդամենը ֆիքսեցին, որ իրենց կարծիքով 70 միլիարդ դրամը վատնվել է, գիտեք ինչ, այսպես ասած պետության իշխանության դռները պետք է լույսեր անջատել, փակել և գնալ իշխանության առումով, եթե 70 միլիարդ դրամը վատնվել է և չի ծառայել իր նպատակին, ապա հարց է առաջանում ինչու պետք է առաջին հերթին դա ինչ-որ վարչական վարույթով քննվի, չէ՞, խոսքը գնում է պետության, խոսքը գնում է ժողովրդի ամբողջ հասարակությանը հետաքրող և շահերից բխող հարցի հետ։ Եվ երկրորդը 4 ամիս այն անձինք, ովքեր ներգրաված են եղել այս թեմայի մեջ, առայժմ ամենայն դեպս շատ մեծ մասը, չեմ ուզում ամբողջն ասել, չասեն մի հոգի դուրս է եկել կամ մի հոգի չի աշխատում։ Բոլորը դեռևս աշխատում են այսօրվա հեծում, այսօրվա կառավարիչի ենթակայության տակ։ Հիմա եթե հունվարի 13-ի ինչ-որ գրություն են բերում, դա արդեն նշանակում է, որ այլ բան չի արվել։ Ինչի համար չի արվել, համենայն դեպս այդպես ցույց են տալի, ես չեմ հավատում, որ չի արվել, որովհետև իմ անձնական կարծիքով արվել է, ուղղակի արդյունքները, այսպես ասած, գոհացուցիչ չեն եղել, բնականաբար պետք է բերվի հունվարի 13-ի այդ համապատասխան ծառայական քննության արդյունքները, որը իմիջիայլոց այդպես էլ ոչ կառավարիչը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը չկարողացան բացատրել, թե ինչպես է լինում, որ եզրակացության արդյունքները կանգնում են ընդամենը ինչ-որ զեկուցագրի վրա,
առանց անվտանգության տնօրենի հաստատման, առանց գլխավոր տնօրենի զեկուցակի եւ այլն։ Հիմա ես ձեզ այստեղ կհնչեցնեմ անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Սեյրան Մեջլումյանի խոսքերը, քանի որ հանձնաժողովը դրան է անդրադառնամ, ինչու վկաներին չցանկացավ անդրադառնալ, քանի որ հանձնաժողովը չցանկացավ, բնականաբար Սեյրան Մեջլումյանը այստեղ լինել չէր կարող, բայց Սեյրան Մեջլումյանը հավաստիացնում է, որ ինքը չի ստորագրել, չի հաստատել այդ փաստաթուղթը, որի արդյունքում չի ստորագրել ինչի համար, որովհետև նա կասեցման հրաման է տվել, որը հեծը չի բերել։ Ես կրկնում եմ, փոխանցում եմ անվտանգության այդ ժամանակվա տնօրենի խոսքերը, հանձնաժողովը եթե ցանկանար իրականություն ամբողջությամբ իմանալ, բնականաբար պետք է լինեն այստեղ մարդիկ, որոնք այդ խոսքերը այսպես անձամբ կներկայացնեն։ Եղել է կասեցման որոշում, հաշվի առնելով, որ մտել են փակուղի։ Հիմա ինչի 4 ամսվա ընթացքում չի կատարվել որևէ ծառայական քննություն, այլ կառավարիչը դրսևորելով երկակի ստանդարտներ, որ դեպքում պետք է հինհեցի աշխատակազմը շատ լավն էր, որ դեպքում պետք չի հինհեցի աշխատակազմը հանցագործների հավաքածու էր։ Այդ պատասխանն էլ չտրվեց, հարգելի հայրենակիցներ, եւ այդ մեկ այսպես կոճակով անջատումը, այսպես այդ տվյալների կորելը բերեց։ Երկրորդը ունեցել են հնարավորություն աշխատել եւ Պիրամիդայի եւ Կասկադ ընկերության հետ եւ շատ հանգիստ կարող են ճշտել, որ համենայն դեպս իմ անձնական կարծիքով ճշտել են, ուղղակի նորից ձեռ չի տալիս դա հրապարակայնացնել, որ աշխատանքներ էր կատարվում վերականգնելու ուղղությամբ, այն առումով, որ համապատասխան ընկերությունները չեն տվել գրություն կամ պատասխան, որ մենք այլևս չենք կարող վերականգնել։ Եվ Մոսկվայի այսպես ընկերության աշխատակիցների հայտարարությունը եղել է, որ հնարավոր է մենք եղած լինենք, ոչ թե մենք ենք արել։ Սա այսպես կոտրում է առաջի կետը, հաշվի առնելով, որ համենայն դեպս համակողմանի չի կատարվել եւ ամենակարևոր հանգամանքը, եթե խոսում ենք 70 միլիարդ կորելու մասին, այսպես անպագորգոր հայտարարություններ անում հանձնաժողովի աշխատակազմը, այն մեկը մի բան չարած մի անգամից ձեռքներ նորորում տանում են։ Այս պարագայում ինչի գլխավոր դատախազությունը եւ մնացած իրավապահ մարմինները չզբաղվեցին այս հարցով եւ չպարզեցին։ Լավ, վերջ ով էր սա արել։ Իսկ միգուցե դիտավորություն կար։ Իսկ միգուցե բազաները ջնջվում էին, որպիսի ճակերտների մեջ մեր արած ապօրինությունները չբացահայտվեր։ Ոչ մեկի դա չհետաքրեց, ոչ հանձնաժողովին, ոչ կառավարչին, ոչ այսպես նախաքննական մարմիններին, իրավապահ մարմիններին, իսկ իմ կարծիքով ոչ թե չհետաքրեց, այլ այդ բոլոր մարմինները շատ լավ գիտեին ինչ է կատարվել, բնականաբար ամբողջի բացահայտումը բերելու էր նրան, որ հեծը որպես այդպիսին ամեն դեպքում մեղավորություն չի ունեցել։ Հաջորդ հարցը, որ ոչ միտեղ գրված չի, որ գրավոր պետք է տեղյակ պահվեր, մեր գլխավոր տնօրենը հայտարարում է, ես բանավոր տեղյակ եմ պահել, հանձնաժողովի նախագծում է, ես ինձ տեղյակ չի պահել։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինչպես է լուծվելու։ Այսինքն, եթե մարդ ունի պաշտոն, նշանակում է հավատալու ենք իրան, այս կետն էլ է, այսպես ասած, կոտրվում։ Մի խոսքով ես առաջի կետի հետ կապված կարծում եմ, որ այն անձինք, ովքեր որ այդ ստորագրել են, այսպես զեկուցագիր կոչվածը, այդ անձինք պետք է կառավարիչը երկրորդ անգամ մեզանից հետո կատարել ծառայական քննությունը, հաշվի առնելով, որ բոլոր հնարավորություններն ուներ, կրկնում եմ, իրենք այդտեղ աշխատում են դեռևս մեծ մասը։ Հանձնաժողովը կամ իր մոնիտորինգի, կամ իր միջև վարույթն եմ ասում, միջև այս նիստը, իր հնարավոր բոլոր միջոցներով պետք է պարզել ինչ է եղել, եւ ամենավերջում, եթե անգամ այդ ամբողջը չի էլ արվել, գային այստեղ եւ ասեն, գիտեք ինչ կա, մենք 3-4 ժամ տրամադրում ենք բոլոր վկաներին։ Բոլոր կողմերը թող հրավիրեն իրենց վկաներին կամ իրենց հետաքրող։ Դա էլ չարվեց բնականաբար, այսինքն իմ համար եւ փաստերի հիման վրա առաջի կետը ուղղակի գոյություն չունի, հետեւ ընդհանրապես կետերը լցնելու խնդիր եղել։ Երկրորդ կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա թերգրանցումներ եւ հավելագրումներն են։ Հարգելի հանձնաժողով, ինչպես գիտեք, գոնե այդ մասը հանձնաժողովի այսպես 5-ից 4 անդամ տիրապետում են շատ լավ, աշխատել են մեզ հետ ամենօրյա ռեժիմով, աշխատել են շատ խիստ, աշխատել են շատ
որպես պահանջող կողմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի։ Հիմա նայեք, տպավորություն է ստեղծվում, որ համենայն դեպս գրածով, որ եղել է համակարգային։ Դա շատ հանցավոր գործունեություն է, հանցավոր բառից բուն իմաստով, խոսքս հանձնաժողովի աշխատակազմի, ամենայն դեպս քանի որ հանձնաժողովի աշխատակազմն է ներկայացրել, ես ասում եմ հանձնաժողովի աշխատակազմ։ Իսկ իմ ներքին համոզմունքը, քանի որ այսքան տարի իրար հետ աշխատել ենք, բնականաբար վարույթների նյութերին կազմելուն անգամ մասնակից եղել հանձնաժողովի անդամներ, ում գծով որ զեկուցվում էր, շատ հանցավոր գործունեություն է այդտեղ կատարվել, այդ համակարգված հասկացությունը տակը դնելով։ Այսինքն փորձ է կատարվել, ինչու եմ ասում փորձ, որովհետև չի հաջողվել դա ոչ հանձնաժողովին, ոչ աշխատակազմին, ոչ էլ կառավարչին առավել ևս չի հաջողվել հիմնավորել, որ դա համակարգված է։ Մի պարզ պատճառով համակարգվածությունը, որ կողմից ուզում ենք նայենք, նշանակում է ամբողջականություն, նշանակում է ամբողջ համակարգի հետ կապված։ Գոնե հեծ գլխամաս չեն հասել, ել չեմ ասում մասնաճյուղերի տնօրեններ, այսինքն եթե համակարգված է, այս բլոկն էլ ղեկավարել եմ ես, պարզ խնդիր կա, չէ՞ որ այդ համակարգվածությունը պետք է ինչ-որ մեկ կենտրոնից լիներ։ Ուր է այդ կենտրոնը։ Արտաշատ ցանցի պետի ենթադրյալ կատարածը, որովհետև ես համոզված եմ, որ այդտեղ ցուցումների նաև բացատրություն վերցնելուց խնդիրներ են եղել, ենթադրյալ կատարածը բերել կապել, որ ամբողջ հեծը դա համակարգված է եղել, նորից եմ կրկնում, իմ կարծիքով հանցակազմ պարունակող արարք է։ Հաջորդը, որ ցանկանում եմ ներկայացնել, որպեսզի կառավարիչը կարողանա այսպես ինտենսիվորեն ներկայացնել, որ համակարգված է եղել, խախտում է ձերից կողմից սահմանած պահանջները։ Ես չեմ համոզված եմ, որ հանձնաժողովը դա տեսնում է։ Աշխատակազմը հանձնաժողովի հայտարարում է, որ ոչ բոլոր դեպքերում են հաշվիչները տարվել ստուգաչափման։ Այսինքն, եթե հələ պատկերացրեք մի իրավիճակ, նույն հանձնաժողովի անդամներին է վերաբերում խոսքս, պատկերացրեք մի իրավիճակ, որ Ղազինյան Դավիթը վերցներ այդպիսի մի քանի հաշվիչ չտաներ լաբորատոր ստուգման եւ որոշեր, որ այդտեղ պետք է ինչ-որ միջինացած հաշվարկ արվի կամ չգիտեմ ինչ արվի։ Այդ հայտարարությունները ուղղակի ենթադրում են ցանկությունը համակարգված դարձնելու, խաղալու մեր ժողովրդի նուրբ լարերի վրա, որ գիտեք ինչ դե հեծը սենց արել, նենց արել, ինչպես նույն գործելակերպը շարունակում է եւ կառավարչի աշխատակազմը չկարողացավ անգամ պատասխանել իմ բազմաթիվ են պնդումներին եւ լրատվամիջոցներով եւ մնացած տեղերով, որ համենայն դեպս այս բլոկով աշխատում են մեր ձևով։ Դա չի կարող քննարկվել, նոր որևիցե ավելացում չկա, ասեմ հակառակը այն գործառույթները, որոնք իմ ժամանակ կատարվել են որպես բլոկի ղեկավար իմ աշխատակազմի հետ միասին, որոշներ անգամ թերի են արվում, մի քանի օրինակով ձեզ ասեմ, որսի պատկերացնեք, թե ով էր ավելի լավ պայքարում այս երևույթի դեմ։ Ձեզ չեմ ներկայացնում, դուք ինձանից լավ գիտեք, մենք ոնց ենք պայքարել, պարոն Աղինյանը ժպտաց որպես համաձայնության նշան եմ ասում, դուք բոլորդ լավ գիտեք, անգամ իմ դաստիարակությանը եւ ընտանիքին ոչ հարիր բաներ են կպցնում, ինչ թե ես ինչ եմ ասել մեր աշխատակիցներին հավելագրում կատարելու կամ կիլովատ վաճառելու առումով, անգիր գիտեք, ես մեր ժողովրդին եմ դիմում, թե մենք մեր ձևով ինչպես էինք պայքարում այս երևույթների դեմ։ Նախ առաջինը հաշվի առնելով, որ կառավարիչը պաշտոններում նշանակել են մարդկանց, որ բացարձակ կոմպետենտ չեն, ամենայն արգանքով այստեղ անձնական խնդիր չունեմ ես, նամանավանդ իմ տեղը նշանակված գործընկերոջ հետ, բայց չեն հասկանում ինչ է նշանակում կորուստ։ Կորուստ հարգելի հայրենակիցներ, դա նշանակում է մի կողմից հավելագրում, այսինքն ինչ որ մեկի վրա ավել, այսպես չծախսած կիլովատ գրել, մյուս կողմից հայտնաբերել այն երևույթները, որոնք հավելագրման հետևանք են, այսինքն եթե կատարվում է հավելագրում, բնականաբար այդ հավելագրումը ինչպես սիրում են նշել կառավարիչը առանց հիմնավոր որևիցե բացատրության մոնետիզացվել է։ Հիմա մոնետիզացման դեպք որպես այդպեսին ինձ հայտնի չի, ամենայն դեպս գլխամասի մակարդակով, մնացած մակարդակներով էլ եթե հայտնի է, ամենայն դեպս ես չեմ ցանկանում այսպես բանավոր քաղաքական հայտարարություններ լսել, ես ցանկանում եմ տեսնել քրեական գործ, ցանկանում եմ տեսնել ում հետ այդ դա մոնետիզացվեց, չգիտեմ, եւ այլն։
Հիմա մենք ինչ ենք արել, մենք զսպել ենք, այսպես ասած, կորուստը երկու ճանապարհով։ Հանձնաժողովը դա անգիր գիտի, ուզում եմ մեր ժողովուրդը իմանա։ Մենք երբ որ գտել ենք հավելագրում, պրոբլեմներ, մենք հաջորդ քայլով հենց այդտեղ փնտրել ենք նաև այդ դրա արդյունքում առաջացած կիլովատը, որը պետք է վաճառվի։ Դա հաստատելու հետ կապված, ուրեմն միայն մի մասնաճյուղում մենք հայտնաբերել ենք դեպք, հենց անցած տարի 24 թվականին, մոտավորապես 140-ից 160 հազար կիլովատ, այդպես ասած մոնետիզացվում էր։ Հիմա կարող է հարց առաջանալ, ինչու չենք մենք դիմել նախաքննական մարմիններին, մենք մեր հնարավորություններով վերականգնել ենք, պատժել ենք աշխատակիցներին, որի արդյունքում այդ խնդիրը վերացել է եւ համապատասխան մասնաճյուղում տեղի ունեցել կորուստի նվազում։ Այսինքն այդտեղ եղել է իմ ասած երկու խնդիր է, եւ մեկը եւ մյուսը։ Երկրորդը վիճահարույց հարցերի հանձնաժողով, որի նախագահը ես եմ, իմջալոց չգիտեմ, ինչ որ նոր եմ իմանում, որ այդ հանձնաժողովի մասին հանձնաժողովը տեղյակ չէր, ինչ որ նոր հրաման է եղել, նոր հանձնաժողով կազմվել, եթե իհարկե ճիշտ եմ ասում, բայց եղել է վիճահարույց հարցերի հանձնաժողով, որտեղ քննարկվել է, այսինքն բոլոր տնօրենություններից եղել են աշխատակիցներ ու բարձր մակարդակով գոնե տնօրեն տեղակալներ, որտեղ քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը, այսինքն նույն մեր կողմից գտած կիլովատները եւ հավելագրման տեսքով եւ այսպես այդ մոնետիզացման շահույթ սարքելու հետ կապված։ Հենց բոլորը լավ գիտեն, Աբովյան քաղաքում եղել է մի դեպք, որտեղ մենք հաշվիչի խնդիրը տեսել ենք, թիվը դրել ենք համապատասխան բաժանորդի վրա, ում այդ որ պետք է ենթադրյալ գործարքը կատարվեր, մարդը բերե գումարը վճարել է։ Մոտավորապես 2.5 տարվա ընթացքում 622 հազար բաժանորդների ցանկը ես ունեմ, այդտեղ ինչպես բյուջետային բաժանորդներն, այնպես էլ բնակիչ բաժանորդներ եւ այլը, որոնք դուրս են գրվել, այսինքն մեր կողմից եւ բողոքների արդյունքում կատարվել են ուսումնասիրություններ, մարդկանց վրա գրված ավել կիլովատը դուրս է գրվել։ Հաջորդը, որը հանձնաժողովը այդպես էլ չկարողացավ նորմալ բացատրել, թե ինչ գործ ունի նյութերի մեջ մեր ժամանակվա ապրիլ-մայիս բյուջետային հիմնարկների հաշվիչների ստուգումները, այդտենց էլ չկարողացանք հասկանանք, դա նյութնապակասեղը փորձել են մտցնել մեջը, որ ցույց տան ինչ-որ բան արվել, թե ինչի հետ է կապված, որովհետև ոնց պետք է տեսնում ես այդ թեման աշխատում է յոքուտ մեծ։ Իսկ ես չեմ կարծում, որ աշխատակազմը կառավարչի կամ հանձնաժողովը կցանկանա, որ յոքուտ մեծ ինչ-որ բան տեղի ունենա։ Դա ցանկանալու դեպքում կարող են հանձնաժողովի անդամները շատ ակտիվ ազնիվ արտահայտվել գոնե այս ոլորտի վերաբերել եւ ամեն ինչ բաց կլներ։ Հիմա դրա մասով մենք ունենք այդ ժամանակվա կատարած աշխատանքի մասով այսպես պատժամիջոցների մի ամբողջություն, ովքեր են կատարել, ինչ են կատարել, այսինքն հասարակ նկատողությունից զգուշացում, որպես այդպեսին չի եղել, միջև ազատումներ։ Ցանկ ինձ մոտ կա, համոզված եմ նաև հեծում կա այդ ցանկը, որտեղ օրինակ, ասենք Արաքս Արտաշատի տեղամասի պետի ՀՄ կրճանը ստացել է խիստ նկատողություն, հենց այդ բյուջետային հիմնարկներից ստուգել, իմջած ասեմ, որպեսզի բոլորին պարզ լինի, ամեն մարզում, եթե չեմ սխալվում, մինիմում 100-120 բյուջետային հաշվիչ կար, որոնք որ այսպես ասած, պետական կազմակերպությունների հաշվիչները, դրա մեջ մտնում են ջոյերը, դրա մեջ մտնում են մարզպետարանները, ամբողջ պետական համակարգը։ Մեր աշխատակիցների կողմից ստուգվել են ամբողջը անհատապես, այսինքն մեր խմբերը գնացել են տեղում, նայել են հաշվիչները, փոխել են, բերել են լաբորատոր ստուգման, այրված հաշվիչները տարել են նաև գործարան եւ այլն եւ այլն, այսինքն այս ամբողջին չեմ պատմում մեր ժողովրդին, որպեսզի հասկանան, որ այդ ասածները իբրև թե այսպիսի բաներ են կատարվել, չի բռնում իրար։ Չի բռնում իրար այնքանով, որ մենք ցույց ենք տալիս ինչքան աշխատանք ենք կատարել դրա դեմ պայքարում եւ ցույց ենք տալիս ինչքան հետ ենք բերել։ Այսինքն հավելագրման հետևից հավելագրում գտնել ամենահեշտ բանն է։ Դա սեփական աշխատակիցների հետ կապված է, ոչ մեկ չի դիմադրում, քո հետ ոչ մեկ խնդրեմ չունի, բայց կառավարչի աշխատակազմը չի կարող ցույց տալ, լավ գողացող գտել են, թե չէ, հաստատի, եւ դա վերականգնվել է արդյոք, թե չէ։ Ես հիմա ցույց եմ տալիս, ինչքան է վերականգնվել, նույն ցանցերից մեկում շատ մեծ կիլովատ վերականգնվեց, նաեւ ֆինանսական պատասխանատուները կարող են դա ասել, այդ կատարողները բերեցին, վերականգնեցին բավականին մեծ գումարներ։ Հիմա նաև ստուգման մի մեխանիզմ, որը միջև այսօր գործում է, դա
ամսվա սկզբում բազաները փակելու հետ կապված, մինչև բազաների վերջնական փակումը մեր կողմից կատարված աշխատանքներն են, կատարվում է անալիզիկա, որի արդյունքում մեր կորուստների վերլուծության բաժինը ներկայացնում է մասնաճյուղերին համապատասխան թվով հաշվիչների ցանկ եւ հաշվի առնելով, որ չեն կարողանալու գնալ անձամբ տեղում նայել, մենք պահանջում ենք ֆոտո-վիդեո տարբերակով այդ համապատասխան հաշվիչները, որպեսզի համեմատության արդյունքում կարողանանք վերլուծել, թե թյուրիմացություն է եղել, թե դա բնական է։ Ընդամենը մի բան ասեմ, որ մոտավորապես միջինացված 1 ամսում ստուգվում է 30-40 անալիզիկայի ենթարկում 30-40 հազար հաշվիչ, որի արդյունքում մոտավորապես 2-ից 3 հազար հաշվիչ ուղարկվում է համապատասխան մասնաճյուղեր եւ ցանցեր, որպեսզի կարողանան նկարների եւ վիդեոների վերլուծով հասկանանք ինչ է։ Եվ այդտեղ կիլովատները բնականաբար բարձ է, հավելագրումներ են, այսպես գտնվում, պատժամիջոցներ են ելնում եւ այլն։ Սա մեր այսպես փոքրիկ հաշվի առնելով ժամանակը սուղ է մեր կողմից կատարված այսպես փոքրիկ վերլուծություն մեր աշխատանքների վերաբերյալ։ Հիմա ինչ վերաբերվում է նյութի մեջ եղած գոնե այդ մասով կատարված աշխատանքների։ Ուրեմն արևային որպես այդպիսին, այսպես կիլովատների պահում գտել են 2 տեղ։ Ինչ է նշանակում արևային պահած կիլովատներ, անպագորգոր հայտարարություններ, մեր հայրենակիցներին սենց, մեր հայրենակիցներին սենց, որպեսզի պարզ լինի մեր հայրենակիցներին, բացատրեմ, որ յուրաքանչյուր մայիսի 1-ը հանձնաժողովի կողմից հաստատված է, որպես ժողովրդին հասկանալի լեզվով որ ասեմ, ձեր ովքեր ունեն արևային, ձեր ծախսած եւ արտադրած էլեկտրոէներգիայի համադրում իրար հետ, եթե կա ավել արտադրանք, դրա վճարումը։ Եթե չեմ սխալվում, հունիսի 15-ն էլ վճարման վերջին այսպես պարտավորության օրներ, բայց վերջին տարում մենք փոխեցինք հանձնաժողովի հետ, որ եթե մինչև հունիսի 15-ը չեն ներկայացնում, իրենց ովքեր որ չունեն համապատասխան հաշվի համարներ, արդեն այդ ընկնում է, երբ որ ներկայացնեն, դրանից որոշակի ժամանակ ունենում ենք նաև դա մարելու։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ մայիսի 1-ին յուրաքանչյուր արևային կայան տեղադրող թույլ չեն տա ստել, երբ որ արևային կայանը տեղադրում է, ենթադրվում է այդ օգուտը։ Այսինքն հնարավորինս փորձում են տեղադրել, որ իրենց ծախսը կոմպենսացնեն եւ այդպես օգուտ ունենան։ Հիմա փորձում են բացատրել, որ մայիսի 1-ին ամենայն դեպս անկեղծություն այդ մասով եղավ կառավարչի աշխատակազմի կողմից, որ անգամ մենք չենք կարող հասկանալ դա մինչև մայիսի 1-ն է, թե մայիսի 1-ից հետո է, բայց եկեք sense մի հատ վարժություն անենք, հաշվի առնելով, թե ես ինչքան բողոք եմ ստացել արևայինների հետ կապված մայիսի 1-ից հետո, նույն աշխատակազմում կա բնականաբար հետս չեմ տարել, եւ համադրենք, որ մոտավորապես, եթե չեմ սխալվում, այնտեղ 1000-ից ավել բաժանորդներ այսպես քիչ է գրանցվել ու բավականին քիչ, այնտեղ միջնացվածը մոտավորապես 1000 կիլովատ եւ ավել է։ Հիմա պատկերացնենք, որ այդ բոլոր բաժանորդները որից կերպ չեն դիմել իրենց գումարները, այսպես ասած, վերականգնելու խնդրանքով կամ պահանջով։ Երկրորդը մի ցանցում գոնե թիվը սխալվել են, այդ ցանկությունը շատ մեծ թիվ գրելու հետ կապված իրենց բերել է սխալի, որ մոտավորապես կրկնակից ավել սխալվել է, եթե չեմ սխալվում 830,000-ը դարձել է 380,000, բայց ամենակարևորը, որ դա հայտարարվել է, հետո նոր արդեն մենք նյութերի մեջ տեսնում ենք, որ փոխված բաներ կա։ Ես համոզված եմ, որ ինչպես միշտ հայտարարել եմ, դրա 90 եւ ավել, չեմ շղթում, որ միջև այսպես մեր ժամանակ էլ կարող է դա լինել, ինչպես նաև բոլոր առումներով, բայց 90 եւ ավել տոկոսը եղել է վերջին մի քանի ամսում։ Հաշվի առնելով այս հանգամանքները ինչ որ համադրել եմ, հաշվի առնելով նաև, որ հանձնաժողովի անդամների հետ շատ մենք խոսել ենք այս արևայինների հետ կապված բողոքներով, թեմաներով եւ քննարկել ենք։